Պարոն Սարգսյան, այսօր տարածաշրջանում կատարվող կապված, մասնավորապես Հարևան Իրանում, ինչ ռիսկեր նախ դրա հետ կապված եւ նաեւ բանվող ռիսկերի հետ կապված։ Նախ կուզենայի ցավակցել այս պատերազմում ոչ միայն Իրանում, նաեւ հարևան տարածքներում տեղի ունեցած անմեղ զոհերի, առավելապես քաղաքացիական զոհերի հիշատակի առումով մեր սահմաններին պատերազմը իր ընդհանուր համատեքստում որևէ դրական բան բերել չի կարող, որովհետև նայեք քարտեզին մենք մեր սահմանները դեռ Թուրքիայի հետ փակ են, Ադրբեջանի հետ շփվում են, ճանապարհները գալիս են Վրաստանով եւ այս առումով երկարատև պատերազմը ընդհանրապես մեզ ձեռնատու չի։ Բայց կա մի խնդիր, ինչքանով մենք կարող ենք նման պատերազմը թույլ չտալ կամ ինչքանով մենք կարող ենք այդ պատերազմական գործողությունները բերել խաղաղության դաշտ, ինչքանով մեր հորդորները ընդունելի կլեն, մենք ինչ լծակներ ունենք այդ առումով։ Ես կարծում եմ այս առումով Հայաստանի դերը ոչ միայն չնչին, այլ աննշան։ Բացի այն, որ բարի կամքի դրսևորում ցավակցություն, ուրիշ բանով մենք այդ գործընթացների վրա ներազդել չենք կարող, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պիտի սևեռվենք անկախ տեղի ունեցող գործընթացներից մեր հնարավորությունների վրա։ Իսկ մեր հնարավորությունները հետևյալն են, որ օգոստոսի 8-ի երկկողմ փաստաթուղթը 3 ուղղություններ է հստակ նշել Հայաստանի տնտեսությունը ներքին կյանքը զարգացնելու առումով եւ գոնե Թրամփի իշխանավորության այս առաջիկա 3 տարիները որ կան, մենք պիտի փորձենք այդ ստորագրված փաստաթղթի այն հիմքերը դնել, որ եթե Թրամփի իշխանությունն էլ փոխվի, արդեն այդ հիմքերը դրված լինեն։ Ի նկատի ունեմ կիսաղորդիչների ոլորտում առաջընթաց քայլ հիմնադրում անել, ի նկատի ունեմ միջուկային էներգետիկայի առումով արդեն պայմանավորվածություններ ունենալ մոդուլային ատոմակայանների առումով եւ ի նկատի ունեմ թրիպի առումով նախագծերը հաստատել եւ այլ։ Ես կարծում եմ անկախ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից մենք պիտի սևեռվենք մեր տնտեսությունը ոտքի հանելու, արագ առաջ տանելու եւ այս հիմքերը դնելուց հետո է, որ ես կարծում եմ 10 տարի հետո մենք կարող ենք ունենալ բացարձակ այլ բյուջեի Հայաստան, այլ հնարավորություններով, այլ միջոցներով։ Ես միշտ օրինակ եմ բերում Իսրայելի բյուջեն 204 միլիարդ ու ասում եմ, որ մենք ոչնչով հրեաներից պակաս ժողովուրդ չենք, ու Աստված մեզ պակաս չի սիրում։ Ավելին մենք ունենք այսօր հնարավորություն, մեզ մեկնած ձեռք կա, մենք ամբողջությամբ պիտի այդ ձեռքը բռնենք, մենք պիտի օգտվենք այդ հնարավորությունից եւ եթե մենք ունենանք 200 միլիարդ բյուջե 10 տարի հետո, ինչը ես շատ իրատեսական եմ համարում, մեր հետ ոչ մեկը ոչ անկլավներից կխոսի, ոչ նոր պատերազմից կխոսի, ոչ արևմտյան ատրպատականից կխոսի։ Տեսեք Իսրայելը իր տարածաշրջանի երկրների հետ ոնց է խոսում։ Տեսեք 90 միլիոնանոց Իրանի հետ ինչ պայմաններով է խոսում, Եգիպտոսի հետ ինչ խնդիրներ, Սաուդյան Արաբիայի։ Մենք ինչով ենք իրենցից պակաս։ Ոչնչով։ Մենք ուղղակի պիտի հետևություններ անենք, մենք պիտի շարժվենք մեր երկրի սեփական շահերով, մեր երկրի ապագայի վրա հիմնված ծրագրեր մշակենք ու գլուխներս կախ առանց աչուձախ նայելու փորձենք այդ ծրագրերը առաջ տանել ու իրականություն դարձնել։ Նաև հենց այս ձեր նշածով եկա գնում 26 թվականի ընտրություններին մասնակցելու ըստ տեսլական։ Միանշանակ այդ տեսլականով եմ գնում։ Ես իսկապես ամբիցիոզ մարդ եմ ու խնդիրը իմ կամ մեր կուսակցության հաղթանակին է, ես հաղթանակ ասելով ի նկատի ունեմ, որ մենք պիտի փակենք այն էջը, որ որևէ ռազմավարական գործընկեր մեր փոխարեն մեր շահերն է սպասարկելու, մեր փոխարեն մեզ պաշտպանելու է կամ մենք պիտի լինենք իր ֆորպոստը կամ իր մասը, մենք անկախ պետություն ենք, մենք պիտի փակենք այդ էջը, մենք պիտի հույսներս դնենք մեր վրա, մենք պիտի շարժվենք մեր ու միայն մեր շահերից, մենք պիտի նայենք տվյալ պահին որ երկրի հետ է մեր շահերը համընկնում, ու եթե համընկնում է մեր շահերը Իսրայելի հետ, ուրեմն մենք Իսրայելի հետ ենք, համընկնում է մեր շահերը Միացյալ Նահանգների հետ, մենք Միացյալ Նահանգների հետ ենք, համընկնում է Ֆրանսիայի հետ, մենք Ֆրանսիայի հետ ենք։ Մենք չպիտի խառնվենք այս պատերազմներում որևէ մեկի կողմը լինելու։ Ում շահերի հետ մեր շահերը համընկնում է, մենք այդ երկրի հետ պիտի լինենք ու այդ ուղղությամբ պիտի շատ զգուշ լինենք։ Պարոն Սարգսյան, մի ճշտող հարց է, արդեն կա կուսակցության ներսում որոշում ոնց եք մասնակցելու հետագայում, արդյոք դաշինքի գաղափարը կա թե չէ, արդյոք իշխանության հետ վերջում կոալիցիա կա այդ ծրագրի թե չէ, կամ արևմտամետ ուժերի հետ, ինչպես Գյումրիի դեպքում եղավ հանրապետության կուսակցության տարածքում։ Այս քննարկումները կան արդեն իսկ։ Ոչ չկա, հիմա մենք հիմնականում մտածում ենք մեր ու մենակ մեր մասին, մեր ծրագրային մոտեցումների, քարոզարշավն անցկացնելու մեր մեխանիզմների, մեր փորձը ցույց է տվել, երբ որ քարոզարշավը մենք ինքներս ենք մտածում, մեր պոտենցիալով
գնալով ու մեր քայլերով անկախ նրանից այդ ճիշտ է թե սխալ։ Մենք արդյունքներ գրանցում ենք։ Երևանը Արտակ Զեյնալյանի ընտրությունը դրա օրինակն է, մենք 11.3% կվեհավաքեցինք։ Մենք գնացինք Մեղրիում 2 օր քարոզարշավ արեցինք Բագրատ Զաքարյանի հետ գնդապետ եւ 48-49% կվեհավաքեցինք։ Նույնը Թումանյանում միայնակ մի օր են գնացել Սուրենին օգնելու, Դսեղ գյուղում եւ այլը պատտվել ենք եւ 52% կվեհավաքեց։ Այսինքն միասնություն ասածը կամ միավորվել ասածը չի նշանակում, որ ինքը պարտադիր արդյունքներ է ապահովում, Գյումրին դրա օրինակն է։ Երբ որ թիմը ունի 5 մարդ եւ 5 մարդով մտնում է խրամատ ու 5-ն էլ նույն ուղղությամբ ու նույն կերպ են մտածում ու նույն ամբիցիաներն ունեն, այդ երբեմն շատ ավելի լավ արդյունք է տալիս, թե 15 հոգով մտնես խրամատ, բայց հրամանատարի առումով տարբեր մոտեցումներ ունեն։ Միացում այսինքն դրանցից որ մեկն էր։ Առանձինը թե խմբը, ես հիշում եմ, որ առանձին էր։ Գիտեք, մենք դեռ նման որոշում չունենք, լրիվ առանձին ենք գնում, թե չէ։ Մենք հիմա մտածում Էջմիածնի ընտրություններում, գիտեք ինչ, Էջմիածնի ընտրություններում մեր տեխնացուն, մեր կուսակցության անդամ չէր։ Ինքը հանրային սեկտորի ներկայացուցիչ չէր։ Ցավոք սրտի մեր կուսակցությունում մենք չունեինք Էջմիածնի։ Մենք Էջմիածնում կառույց չունեինք ընդհանրապես, որովհետև Մանվել Գրիգորյանի կամ Սեյրան Սարոյանի ժամանակներով իրենք ասում էին՝ հոպար դու մեր ախպերն ես, քեզ տեղ ինչ գրասենյակ քո ինչին է պետք, մենք լրիվով քոնն ենք, այդպես էլ չունեցանք։ Կուսակցությունը ստեղծված օրվանից Էջմիածնում գրասենյակներ չի ունեցել, բայց երբ որ խնդիր առաջացավ, որ Գյումրիի տարբերակ կարող է առաջանալ Էջմիածնում, այդ ժամանակ փորձեցինք մտնել, որ նման տարբերակ, իսկ Գյումրի տարբերակը ոչ թե կոալիցիա կազմելու առումով է, որ փորձում են ասել, իսկ կոալիցիան ինչ վատ։ Կոալիցիան վատ չի։ Վատը արտաքին հրահանգով, արտաքին ազդեցության ուժերի միավորումն է։ Այ վատն է դա, այ մենք այնտեղ գնացինք, որպեսզի ռուսական համատեքստին, եթե հանկարծ խնդիր առաջանա, թույլ չտանք, որ իրենք միավորվեն։ Ու ընդհանրապես կոալիցիաների առումով ես կոալիցիաներին կողմ մարդ եմ եւ ամբողջ աշխարհը ցույց է տալիս, որ խորհրդարանական կառավարման մոդելը ճիշտ է կոալիցիաների պարագայում։ Շատ վատ է, երբ որևէ կուսակցություն 50+ է հավաքում։ Այդ դեպքում կուսակցության անդամները վամպիրի նման իրենց վարչապետի կամ նախագահի տեխնացուից անընդհատ ուզում են։ Ու ինչքան էլ տա, միևնույն է իրենք չեն բավարարվելու։ Ու ստացվում է, որ կուսակցությունն աշխատում է ինքն իր համար, ոչ թե պետության համար։ Իսկ երբ որ Եվրոպայի մոդելով դրանք 35-40% քվե են հավաքում ու կոալիցիա են կազմում, այստեղ արդեն իշխանությունը պահելու համար են գործընկերոջ հետ բանակցային սեղանի շուրջ պիտի նստեն։ Ինչու է հարցում, պարոն Սարգսյան, հայր մամուլն է գրում էր, որ սկզբում քննարկումներ եղել են իշխանության հետ, ԿՊ-ի հետ, կոալիցիայի հետ կապված այս հարցում, սակայն ինչ-որ պահից ձեր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատացել են, այսպեսի տեղեկություններ կան եւ դրա համար է տալիս, եւ կուզեի դուք էլ ստակեցնեք, քանի որ Չէ, բացարձակ նման բան չկա։ Երբեք Նիկոլ Փաշինյանի հետ ավելի լավ հարաբերություններ չեմ ունեցել, քան իմ։ 3 երեկոյան էլ իր հետ գրավոր շփվել եմ բազմաթիվ թեմաներով ու այդպիսի խնդիր չկա։ Նիկոլ Փաշինյանի հետ նույն դաշինքով մենք գնալ չենք կարող։ Ու այն մարդիկ, ով այդ ասում են, թող ինձ 1000 անգամ ներեն, իրենք կամ սակավամիտ են կամ բթամիտ են։ Շատ բարձ խնդիր կա քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ դաշինքները ձևավորվում են գաղափարով։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը բալանսավորման քաղաքականության կողմնակից են։ Իրենք չեն կարող այսօր շուր գալու արևմտյան քաղաքականություն վարել։ Եթե իրենք այսօր այդպիսի բան անեն, դառնան արևմտամետ, ինչպիսին ես եմ, այստեղ Ռուսաստանից այն կարգի հարվածներ կստանան, թե տնտեսության, թե քաղաքական բազմաթիվ առումներով։ Ինչի՞ միջև հիմա հապկից դուրս չեն գալ, որովհետև չեն կարողանում դուրս գալ, իրենք համարում են, որ բալանսավորումը ճիշտ է։ Հետևաբար իրենք ինչպես էին բացատրելու մեր հետ դաշինք կազմելը, կամ մենք մեր ընտրողներին ինչպես ենք բացատրելու, որ մենք դաշինք ենք կազմում քաղաքացիական պայմանագրի հետ ընտրություններից առաջ, ով բալանսավորող է։ Ուրիշ խնդիր է, երբ որ գնում ես ազգային ժողով, ինքն էլ մեծամասնություն չի, դու էլ մեծամասնություն չես, կամ նոր ընտրություն է լինելու, կամ ռուսական ուժերն են իշխանությունը վերցնելու, այդ դեպքում ավելի ձեռնատու է բալանսավորողների հետ կոալիցիա կազմել։ Եվ այդ կոալիցիայի շրջանակներում նաև վերցնել լիազորություններ, համապատասխան պաշտոններ, որ քո խոսք տված, խոստացած ծրագրերի մի մասը գոնե կարողանաս կատարես։ Եվ նաև իշխանությանն է ձեռնատու, որովհետև ինքը որոշակի քայլեր դեպի արևմուտք անելու առումով արդեն կարող է ասել, որ գիտեք ինչ, ես լրիվ արևմտյան ուժի հետ կոալիցիա եմ կազմել։
Եվ պարտավոր եմ նաև նրա ծրագրային դիրույթներից ինչ որ բան անել, հետեւաբար այս խնդիրներում ես ստիպված կամ իշխանությունից պիտի հրաժարվեմ կամ ձեզ պիտի հակադրվեմ սիրելի ռազմավարական գործընկերներ։ Այսինքն ինքը կդառնա ռազմավարական գործընկերոջ համար խաղաղության աղավնի, մենք կդառնանք այն վատ մարդը, ով այստեղ փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները։ Մեխանիզմը, եթե ուզում եք նայել, ես համատեքստում է, իսկ մինչև այդ դաշինք կազմելը քաղաքական առումով անտրամաբանական է, անիմաստ։ Եվ վերջին ճշտող հարցը, հա, քանի որ ընտրությունների հետ կապված եւ անփոփոխ, քանի որ Ալեն Սիմոնյանն էլ եւ առասարակ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք 50%-ից ավելի շատ ձայն են հավաքելու, ավելին քան 21 թվականին են հավաքել եւ ավելին Ալեն Սիմոնյանը վերջերս ճեպազույցում հնչեցրեց, որ խորհրդարանական անցնող որ ուժեր ունեն ընդդիմադիր մեծամասնություն, ամենատուկս այդտեղ է ձեր կուսակցության անունը չէր հնչում։ Սա շուտ չէ ձեր մեկնաբանությունը, այսինքն ոչ իշխանության Պարագրամ, ոչ էլ մեծ ընդդիմության պարագրամ ձեր անունը չի նշվում։ Գիտեք, ամբողջ խնդիրը ու մեր քաղաքական գործունեության բարդությունն կայանում է նրանում, որ մենք չենք հայտարարում, որ մասնակցում ենք ընտրություններին, որ իշխանությանը փոխենք, Նիկոլ Փաշինյանին փոխենք։ Ինչու չենք հայտարարում այդ, որովհետև մենք տեսնում ենք թե ռուսական թևը, թե հիբրիդային պատերազմի, թե Հայաստանում ունեցած իր 5-րդ Շարասյան, ինչպիսի զորաշարժեր է շարժում եկեղեցուց բռնած մինչև օլիգարխներ, եւ համարում ենք, որ այդ շարժման առաջընթացը կանխելու տարբերակ մենք միայնակ չունենք, որ նույնիսկ համագործակցության պարագայում այն որ ունի գործող իշխանություն իր իշխանական լծակներով ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգ, նույնիսկ այդ պարագայում այդ բավականին ռիսկային է։ Տեսեք Մոլդովայում, տեսեք Ռումինիայում շատ ավելի այդ խնդիրները, բայց Ռումինիայում եկավ հասավ ընտրության նախագահի տեխնացու երկրորդ փուլ, որում երկրորդ փուլում արգելեցին։ Մոլդովայում եվրոպացի դիտորդներ գնացին, որ հիբրիդային պատերազմի դեմը կանխեն։ Այսինքն մենք մեր համար մեկ խնդիրը համարում ենք թույլ չտալ, որ նախ այդ ռուսական են հին համակարգը նորից հետ վերադառնա։ Սա համար 1։ Ինչպես։ Հարցի երկրորդ մասը Ալեն Սիմոնյանը հնչեցրեց ովքեր։ Դե ամբողջ խնդիրը նրանում է, որ Ալեն Սիմոնյանը ինքը մեզ ընդդիմություն չի համարում, որովհետև Երևանի պարագայում մենք գործընկեր ենք եւ բալանսավորման ու արևմտյան քաղաքականության վարելու մեջ 50%-ով համընկնող կետեր կան։ Ռուսական թևի հետ կապված մեր մոտեցումները 100% հակադիր են։ Այ գործող իշխանության եւ ռուսական թևի ուժերի մեջ մի 30% համընկնող բաներ կան, բայց նրանք հիմնական խնդիրը դնում են ոչ թե այդ համընկողները գործող իշխանության հետ համադրելու, այլ այս գործող իշխանության փոխելու համատեքստում։ Մենք այդ համատեքստը չենք դնում։ Մեր երկրում էլ էսպես է, ով չի ասում այս իշխանությունը պիտի հեռանա։ Ու ես գալիս եմ խորհրդարան, որ դեպի արևմուտք արվող քայլեր այս գործող իշխանությունը ավելի ինտենսիվ անի, որ ես ստիպեմ այս իշխանությանը երկու աթոռի վրայից կամաց տեղափոխվի, մեզ ընդդիմություն չեն ընդունում, որտեղ ընդդիմություն ընդունում են նրան, ով ասում է, ես գալիս եմ, որ Նիկոլ Փաշինյանին փոխեմ։ Ալեն Սիմոնյանն էլ այդ համատեքստում է ասել, իրականում վերջին բոլոր հարցումներ կան Ռուսաստանի դեսպանատան արած, որոնք, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմն ունի, հարցումներ կա Սամվել Կարապետյանի արած, որ հարցում անողը սոցիոլոգիական ընկերություն չի, բայց լուրջ մարդիկ են, որոնք սոցիոլոգներ են, եւ ես այդ հարցումների տվյալներն ունեմ։ Եվ բոլոր այս հարցումներով մենք 4%-ը հաղթահարում ենք։ Ասեմ, մեր ցուցանիշը 2021 թվականի ցուցանիշից 1%-ով ավել է, բայց ես ձեզ ասեմ նաեւ, որ այն քարոզարշավը ինչը մտածում ենք մենք անել եւ այն մարդկանց ում որոշել ենք որ լրացնենք մեր ցուցակը, մենք այդ ցուցանիշը բարելավելու ենք։ Ես ուզում եմ եւ պայքարելու եմ, որ Երևան քաղաքի ցուցանիշը այս ընտրություններում մենք այս ընտրություններում հասնենք։ Այսօրվա պարագայում մենք 4.2-4.3% ցուցանիշ ունենք, ինչը ես համարում եմ շատ լավը։ Ալեն Սիմոնյանն էլ հաջողություն եմ մաղթում քաղաքացիական պայմանագրի նույնպես։